Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր ՀՅԴ Հայաստան գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։ Պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերելու համար։ Շատ ուրախալի լուր ստացանք, 4 հայ գերիներ, ովքեր ապօրինաբար պահվում էին Բաքվում, վերադարձան Հայաստան եւ նույն օրը հայտնի դարձավ, որ Թուրքիային են փոխանցվել սիրիացի 2 վարձկան ահաբեկիչները։ Շատ ուրախալի է, որ մեր գերիները վերադարձել են, հուսանք, որ բոլոր գերիները տուն կդառնան, այնուամենայնիվ ինչ տեղի ունեցավ, սա փոխանակում էր թե խաղաղության գործընթացի տրամաբանական շարունակություն։ Իհարկե ողջունելի է, բնականաբար ուրախալի լուր է, որ մեր պատանդարված եւ գերեվարված հայրենակիցներից եւս 4-ը վերադարձել են եւ հույս ունենք, որ մյուս գերիները եւս մի օր կհայտնվեն հայրենիքում, բայց դա բնականաբար 2 ահաբեկչի հետ փոխանակում էր եւ շարունակ են, որ խոսում են խաղաղություն է հաստատվել, փոխադարձ համաձայնություններ կա եւ փորձում են հանրությանը հաճախ ներկայացնել, որ պայմանավորվածությունները, ձեռքբերումները եւ Ադրբեջանի կողմից թշնամանքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերացել է, դրա դրսևորումները բնականաբար չկա, այսինքն 2 օտարերկրյա ահաբեկիչների դիմաց, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմին, Ադրբեջանի կողմից Թուրքիայի հովանավորությամբ, ովքեր գերի էին ընկել եւ Հայաստանում դատապարտվել ՑՄ ազատազրկման, դրա դիմաց է տեղի ունեցել փոխանակումը եւ եթե դուք նկատի նախորդ բոլոր գերիները եւս վերադարձվել են ինչ որ բանի դիմաց եւ Հայաստանի Հանրապետությունը ստեղ եւս ինչպես մնացած բոլոր պարագաներում իր վարած քաղաքականության արդյունքում այսինքն իր վերջի խաղաքարտերը այս իմաստով, այսինքն տվեց ու արդյունքում չկարողացանք այս պայն առնվազն բոլոր գերիների վերադարձը ապահովել։ Հիշում եք ժամանակին Արցախի ականապատված տարածքների քարտեզները, որոնք շատ արժեքավոր էին, որոնք դուք հիշում եք Էրդողան Ալիև այդ հայտնի միկրոավտոբուսի մեջ զրույցը, երբ որ իրենց ընտանիքներով ասում էր, եթե այդ քարտեզները չստանայինք, այս տարածքների ականազերծումը կտևեր առնվազն 10 տարի, այսինքն շատ արժեքավոր փաստաթղթեր Հայաստանը ժամանակին եւս հանձնեց Ադրբեջանին, դրա դիմաց նույնիսկ այն ժամանակ չկարողացավ ստանալ Բաքվում գտնվող բոլոր գերիների վերադարձի խնդիրը չկարողացավ լուծել, դրանից հետո գիտեք Հայաստանում ինչքան Ադրբեջանի գերիներ, դատապարտվածներ, նաև որ մտել էին Հայաստանի տարածքում պատերազմական հանցագործներ, բոլորին վերադարձրեց, իսկ արդյունքում մենք Բաքվում դեռ ունենք շուրջ 2 տասնյակ գերիներ։ Պարոն Սաղաթելյան, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ մենք արդեն 2026-ի նախընտրական այս շրջանում ենք, հնարավոր է, որ իշխանությունները գերիների վերադարձը իրենց օգտին օգտագործեն։ Եվ ինչու ինքներդ էլ նշեցիք, այն ժամանակ Ալիևը այդ մարդկայնությունը չդրսևորեց, երբ որ այդքան արժեքավոր քարտեզները տրամադրեցին, հիմա հանկարծ դրսևորեց։ Գիտեք, այս հարցը ավելի խորքային բնույթ ունի։ Մենք բազմաթիվ անգամ նաև այս տաղավարում առիթ ունեցել ենք խոսելու։ Մենք պետք է հասկանանք, որ կա 2 պետություն, որոնք մեծապես շահագրգռված են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությամբ եւ նրանք ամեն կերպ աջակցելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Նիկոլ Փաշինյանի շտաբի պետի պարտականությունները ինչ որ պահի ստանձնելու է Ալիևը եւ երեկվա նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը Ֆիդանի ուղիղ դրա մասին էր։ Նույնիսկ դրա մեջ, դրա տողատակերում սպառնալիք կար, որ ժողովրդին, ոնց որ արեցին 21 թվականին, որ Հայաստանում թույլ չենք տա իշխանափոխություն, նույնը անում են գրեթե հիմա։ Ըստ էության ինչ է ասում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ասում է գնահատում ենք Նիկոլ Փաշինյանի դերը այս գործընթացում եւ հույս ունենք ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս կամքը լինի շարունակական։ Իսկն դա
ոչ դիվանագիտական լեզվով եթե թարգմանանք, հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, այս գիծը պետք է շարունակվի, իսկ այս գիծը նշանակում է հերթական նոր զիջումները Թուրքիայի եւ Ալիևին։ Դուք նշում եք Ֆիդանը սպառնում է հայ ժողովրդին, թե Հայաստանի ընդդիմությանը։ Նաեւ հայ ժողովրդին, որտեղ Հայաստանի ընդդիմությունը հայ ժողովրդի մի կարևոր մասն է, այստեղ հարցը հետեւյալն է՝ ուղիղ միջամտություն Հայաստանի ներքին գործերին, որպեսզի ունենան իրենց ցանկալի իշխանություն։ Հիմա այս իրավիճակում նաև բնականաբար բոնուսներ են տալիս Հայաստանին։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանի միջոցով ընտրակաշառք են բաժանում իր ժողովրդին, դա կլինի բենզինի տեսքով, ցորենի տեսքով, վաղը եւս այլ քայլեր կանեն, որպեսզի ժողովրդին համոզեն, որ ամեն ինչ լավ է, դուք այլևս եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի ապրելու եք խաղաղ, երջանիկ, բայց մենք լավ գիտենք Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ինչի է հանգեցնելու եւ բոլոր նրանք, ովքեր փորձում են մեր հասարակությանը համոզեն, որ Ադրբեջանը, Թուրքիան այլևս այլ ընտրանքային հնարավորություններ են մեր տնտեսությունը զարգացնելու, ճանապարհները ապաշրջափակելու, մեր էներգակիրները համար նաեւ այլ ընտրանք են, նրանք պարզապես Ես չեմ կարծում այդքան հիմար են, որ այդպես են մտածում։ Այդ թեզերով փորձում են ժողովրդին կրկին խաբել եւ վերարտադրվել, բնականաբար առանցքում ունենալով խաղաղության թեզը։ Իսկ ստեղ ընդհանրապես շատ կարճ հիշեցնեմ, որ այս ամեն ինչը 21 թվականին մենք մի անգամ տեսել ենք։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ինչ է ասել եւ ինչ է արել։ 21 թվականին մեր ժողովրդին ասել է Իշխանափոխությունը հավասար է պատերազմի, ընտրեք ինձ, ես կապահովեմ խաղաղություն, Արցախահայերի ինքնորոշում, նույնիսկ շատ ուղիղ հայտարարել է, որ օկուպացված տարածքները պետք է վերադարձնեն։ Վերարտադրվելուց հետո ինչա տեղի ունեցել։ Ամեն տարի Հայաստանից ինչ-որ կտոր ու խոշոր զիջումներ է արել։ Հերթով շատ արագ փորձեմ նկարագրել 21 թվական վերարտադրվելուց ընդամենը ամիսներ հետո հանձնել է Գորիսկապան ճանապարհը Շուռնուխի մի հատված ռազմավարական ճանապարհը հանձնել 22 թվական այն մանր մունր հանձնումները չեմ ասում խոշորները տեղի ունեցել Ադրբեջանի լայնածավալ 22 թվականի սեպտեմբեր հարձակում Հայաստանի վրա եւ այսօրվա դրությամբ Ադրբեջանի զորքերը գտնվում են Գեղարքունիքում Ջերմուկում եւ Սյունիքում ու շուրջ 200 կիլոմետր քառակուսի տարածք ըստ էության օկուպացրել են։ Այլ ձևով ասած Հայաստանի խորքում են տեղակայված։ Այո, դրանից անմիջապես հետո հոկտեմբեր ամսին 22 թվականին ինքը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս եւ 9 ամիս բլոկադայից հետո 23 թվականին արդեն Արցախում տեղի ունեցել ցեղասպանություն, էթնիկ զտում եւ հայաթափվել է Արցախը 24 թվականին դրանից 1 տարի հետո Հայաստանի հսկողության տակ գտնվող Տավուշի հատվածում շատ կարևոր ռազմավարական գյուղեր, դիրքեր առանց որևէ բանի դիմաց ինքը հանձնել է Ադրբեջանին։ Բայց իրենք ասում են սահմանազատման սահմանագծման։ Ես ասում եմ փաստերը թող մարդիկ տեսնեն իրականում դա ինչա տեղ ունեցել։ Սահմանագծման սահմանազատման արդյունքում Ադրբեջանի զորքերը Հայաստանից դուրս եկել են, թե ոչ։ Ինչ ես որ ասում եմ, դրանք չոր ու անհերքելի փաստեր են ու Նիկոլ Փաշինյանի իշխանության 5 տարիների նկարագրությունը, որ ամեն տարի կրակոցով կամ առանց կրակոցի ինքը Հայաստանից հանձնում է։ Բայց փոխանակակ իրանցի պատ, որի մոտ նկարվում է, ցույց են տալիս լավ կյանքի գյուղացիների, ոչ մի բան է, դա մեր ամոթի պատն է, որ ինքը փորձում է ներկայացնել խաղաղության եւ ձեռքբերումների պատը։ Դա հայ ժողովրդի ամոթի պատն է, որ այդքան պարտություններից հետո Արցախը հանձնելուց հետո Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ այս իրավիճակում ինքը եւս 4 գյուղ ռազմավարական նշանակության դիրքեր հանձնում է Ադրբեջանին։ Սա է Նիկոլ Փաշինյանի ու 25 թվականին իմիջայլոց։ Այստեղ ամենակարևորը որն է, խնդիրը որն է։ Ինչի է շատ բացահայտ Թուրքիան եւ Ադրբեջանը աջակցում Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոստացել է եւ հայտարարել է մի շարք պարտավորություններ ստանձնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ։ Ինչ է ասել։ Ասել է, որ Հայաստանի հսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ
որոնք վերադարձնելու եմ, շատ ուղիղ ասել։ Անկլավների Ասել է, որ հարցը։ անկլավների տեսքով եւ այլն հստակ հայտարարել է, որ փոխելու եմ Հայաստանի սահմանադրությունը, դա Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն են, եւ ակնհայտ է նաեւ, որ հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, գնում է ուրացման հետքերով։ Ինչպես նաև մի շարք պարտավորություններ ստանձնելով միջազգային դատարաններից հայցերը ետ կանչելով, բանակը կրճատելով, ու այսպես շարունակ։ Դուք ասում եք բանակը կրճատել, իրենք ասում են բանակում բարեփոխումներ են կանում, ատեստավորման համակարգ են ներդրել, գնում են դեպի պրոֆեսիոնալ բանակի ճանապարհով։ Ինչու եք ամեն ինչ այդքան բացասական երանգների մեջ տեսնում, Ես փաստերն եմ ասում, ես բացասական երանգները չեմ ասում։ Տեսեք, նույնը իրենք հիմա նաև ասում են, ովքեր չեն հավատում, որ մենք բանակում իրականացնում ենք բարեփոխումներ, ձեռք ենք բերում սպառազինություններ, կազմեք խմբեր, գնանք, ցույց տանք եւ տեսեք։ Գիտեք, սա շատ նման է 19 թվականի սուերի ձեռք բերմանը, երբ որ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանի հետ նկարվում էին, ցուցադրում էին, ասենք արդեն սու 30-ներ քշում Նիկոլ Փաշինյանը եւ ասում էր ժողովուրդ, տեսեք ինչ սպառազինություն եմ ձեռք բերել, դուք այլևս ապահով եք եւ անվտանգ։ Դա շատ նման է, երբ որ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էին, որ այլևս մեր ձեռք բերած սպառազինությունների շնորհիվ ապահովված է մեր օդը։ Արցախի օդը ամբողջությամբ փակ է թշնամու հարձակումների դիմաց, այդ թվում նաև Հայաստանի։ Գիտեք, տեսել ենք էս, ինքը շատ նման է։ Երբ որ մարդկանց խափում են, փորձում են ասել մենք ձեր անվտանգությունը ապահովել ենք ու տեսել ենք, չէ՞, այդ ցույց տալուց, խմբեր կազմելուց, նկարելուց, հայտարարություններից հետո ինչ ա եղել։ Պարզվել է սուերը փամփուշտ չունեն, հրթիռներ չունեն, որովհետև չեն կարող պատերազմի ժամանակ օգտագործել ու պարզվել է, որ մեր օդը բաց է թշնամու առաջ։ Հետևաբար մեկ ամեն ինչի ոչ թե բացասական գծերով ներկայացնելն, այլ ամեն ինչը ունի անցած ճանապարհ, ունի փաստեր, ունի հիմքեր եւ Նիկոլ Փաշինյանը ինչ որ ասում է, մացեք խափում է։ 5 տարի ինչ ասել է, խափել է։ Տեսեք, այս անվտանգության մասով ասեցի, չէ՞։ Հիմա եկեք վերցրեք 21 թվականին Նիկոլ Փաշինյանը տվել է նաեւ սոցիալ-տնտեսական մի շատ խոստումներ։ 21 թվականի կառավարության ծրագրով բերել է խորհրդարանում, ծրագիր է հաստատել։ Օրինակ, թիվա ֆիքսել 85000 դրամ նվազագույն աշխատավարձ 5 տարվա մեջ։ Թոշակների բարձրացում։ Հիմա 85000 դրամ, հա։ Դե ասում են ժողովուրդը չգիտի նվազողական զամբյուղի մասին խոստում է տվել շատ կոնկրետ թվերով։ Հիմա դա արել է թե ոչ, այսինքն բոլոր ուղղություններով խափել է այս մարդը։ Ժողովուրդը չգիտի այդ գումարի հետ ինչ անել, հետեւաբար ինչու բարձրացնել, որ մեկը ժողովուրդը չի իմանա ինչ անել։ Աղքատությունը մարդկանց գլխում է։ Այ դա ձեռը առնում ու մեր հասարակությունը թող սրա գնահատականը տա, երբ որ գիտեք մյուս լկտությունն էլ հետևյալն է, հեղափոխական հանուն հայրենիքի ու ինքնիշխանության համար իշխանության ղեկին հայտնված այս վարչախումբը պարզվում է, որ ինքը տարեկան մի քանի միլիոն դրամ պետքա պարգևավճար ստանա։ Ու դա շատ նորմալ է։ Երբ որ մեր երկրում 800,000 մարդ շաբաթվա մեջ չի կարողանում 2 անգամ միս ուտել։ Ու այսպես շարունակ։ Միգուցե որովհետև իրենց գլխում աղքատությունն է, ոչ թե օրինակ 7 միլիոն դրամ պարգևավճար։ Դե հիմա գիտեք, այս ամեն ինչը շատ եւ սրա բացատրությունն էլ է հետեւել։ Առհասարակ Նիկոլ Փաշինյանը եւ իր այսօրվա այս վարչախումբը, առհասարակ իր ռեժիմը ինչի են ատում իր աշխատանքի, իր գործի, իր մասնագիտության մեջ հաջողած կամ առհասարակ հեղինակություն ունեցող մարդկանց, որովհետեւ իրենք մինչեւ իշխանության գալը եղել են ձախողակ, անբան, չտես, չկայացած եւ իրենց կյանքում որևէ բան չստեղծած մարդիկ հայտնվել են իշխանության ու տեսեք ոնց են մխսում եւ վատնում պետական բյուջեն ու ինչ են անում առհասարակ։ Պարոն Սաղաթելյան, դուք այս ամենը Այսինքն այստեղ ինչ եմ ուզում ասել, ամփոփելու համար, իրանք ոչ միայն ձախողել են անվտանգության ու մնացած հարցերում, այսինքն ոչ միայն անվտանգության, այլ բոլոր ուղղություններով, այդ թվում նաև տնտեսության, սոցիալական ոլորտում, առողջապահության, որտեղ իրենք ասում են բարեփոխում, այդ մի հատ չարափոխում է։
ասում են խաղաղություն, դա ավելի շատ խարդախություն է, ոչ թե խաղաղություն։ Ու այսպես շարունակ։ Դուք այսպես հիմնավորված թվարկում եք, բայց ինչպես փորձագետներն են նկատում, հանրության կողմից դա կարծես թե արձագանք չի գտնում։ Եվ օրինակ մեկ վառ օրինակ նույն մեր գերիների վերադարձի հետ կապված, երեք բոլորս հուզվել էինք, թե ինչպես էին 5 տարվա բաժանումից հետո գրկախառնվում Վիգեն Էլջեքչյանն ու իր կինը Լինդան։ Եվ այդ ցավը, ովքեր Լինդայի հետ շփվել են, գիտեն ինչ հոգեբանական ծանր վիճակում էր, ինչպես էր փորձում այստեղից այնտեղից օգնություն գտնել, մի լուր իմանալ իր ամուսնուց, որից ամիսներ շարունակ լուր չէր իմանում, եւ տեսնում ենք նրանց նկարող արտասվող Հայկ Սարգսյանին ԿՊԵ-ական։ Իդեպ դուք հավատում եք իր արդյունքների անկեղծությանը։ Գիտեք, ես այսպես ասեմ, մեր խնդիրներից մեկը նա է, որ տեսեք նույն գերիների վերադարձը, այս իշխանությունը կրկին փորձում է ծախել հանրության վրա եւ դիվիդենդ հավաքել, թե տեսեք գերիներին վերադարձրեցի։ Իդեպ տպավորություն ստեղծվեց, որ Հայկ Սարգսյանն էր կազմակերպել։ Չենք անդրադառնում Լինդայի ժամանումը։ Դրան էլ կանդրադառնամ, մենք չենք, այսինքն այս մարդիկ ինչի գերին կան։ Ով էր մեղավորը կամ պատասխանատուն։ Ով էր պատասխանատուն, գործունեության արդյունքում մենք այս տառապանքները, ողբերգությունը, կորուստները, այս ամեն ինչի միջով անցնում։ Ու այդ իշխանությունը 5 տարի գերի մնալուց հետո 4 հոգի վերադարձնում է, որը շատ լավ է, բայց գոնե ամոթ ունենա, դա իբրև լավություն կամ, չգիտեմ, ձեռքբերում խոշոր չվաճառի մեր ժողովրդի ու հանրության վրա։ Իսկ ինչ վերաբերվում է այդ հարցերին երեք անդրադարձ արել ենք, մենք սովորաբար չունենք նման սովորություն, ինչ որ անում ենք դրա մասին խոսելու Բայց միգուցե բաց թողումն էլ դա է, պարոն Ընդամենը ասեմ, որ Լինդան, որը ժամանել էր, նախորդ մենք տեղեկացված էինք, մեր Լիբանանի ընկերները լուծել էին իր տոմսի հարցերը, մեզ եւս դիմել էին, եւ ես ապահովել եմ եւ հյուրանոցը եւ նաեւ մարդ էր գնացել իրեն դիմավորելու։ Արաբախոս մեր հայրենակցի նկատի ունեք։ Չէ, ուրիշ ընկեր ունենք, Սիմոն Գաֆալյանը, որը տեղում էր, որ դիմավորել, որը արաբախոս էր Լիբանանի մեր ընկերներից է, բայց տեսնելով այդ շոուն նպատակահարմար չգտավ այդ բային մոտենալու, բայց ընդդեմ էր ու այսինքն խնդիրն հետեւյալն է, այդ բոլոր հարցերը լուծված էին, պետք չէր դրա վրա ինչ-որ PR անել եւ շոու հետեւես դեպք չերել։ Բայց PR-ի դափնիները հավաքեցին ԿՊԵ-ական եղբայրները այնուամենայնիվ։ Եթե դրանով են դա հավաքում, թող հավաքեն, ինչ ասեմ։ Պարոն Սաղաթելյան, անդրադառնանք նաեւ մինչեւ նախընտրական գործընթացներին անցնելը շատ կարևոր է անդրադառնալ թրիփի հետ կապված Ֆիդանի մյուս հայտարարությանը։ Նա նշում է, որ իրենք շատ ուրախ են, որ թրիփի ծրագիրը, որը իրենք անվանում են Զանգեզուրի միջանցք, սա էլ է շեշտում, կանքի է կոչվում այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում, որովհետև իրենց համար կարևոր է, որ ամեն ինչ լուծվի ըստ Ադրբեջանի ցանկության։ Հիմա սա թրիփի ուղի է, թե Հայաստանի սուվերենությունից դուրս Զանգեզուրի միջանցք։ Եվ արդյոք Մարկո Ռուբիոն որոշակիորեն այդ հայ հանրությանը ապակողմնորոշելու գործընթացի մեջ։ Գիտեք, այն որ փաստաթղթի մեջ անընդհատ կրկնում էին Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը չի խախտում եւ այլ, բայց երբ որ մտնում ես դետալների մեջ, տեսնում ես, որ լուրջ խնդրեմ կա։ Ես ընդհանրապես երկու օրինակ ասեմ։ Այն սկզբունքներով, այն մեխանիզմով, այն մոտեցումով, այդ ճանապարհը, որ հատկացվում է անխոչնդոտ երթևեկության, ու ասում են դա համակողմանի է։ Փաստը հետևյալն է, որ նույն այդ հնարավորությունը մենք չունենք Ադրբեջանի եւ Նախիջևանի տարածքով, հետեւաբար համարժեքություն չկա։ Հետեւաբար սա ունի հատուկ կարգավիճակ եւ այո, Հայաստանի ինքնիշխանությունը այն ինչ որ հայտարարվում է եւ ասում են դրանով սահմանափակված։ Իրականում ինչ է տեղի ունենում, էլի, որ փորձում են տարբեր կերպ մանիպուլացնել։ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքից ճանապարհի դա նույնիսկ չափերն էլ չգիտենք, շատ տարբեր ու աննորմալ բանի մասին են խոսում, որ այդ ճանապարհի լայնությունը կարող է նաեւ մի քանի տասնյակ կիլոմետր լինի, բայց դեռ չափի մասին խոսք չկա։ Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունը իր տարածքից կառուցապատման իրավունքով հողակտոր է վաճառում մի ընկերության, ամերիկյան ընկերության կամ մի ընկերության, որի 74%-ը պատկանում է Միացյալ Նահանգներին, 26%-ը բաժնետոմսերի Հայաստանի Հանրապետության։ Եվ այդ ճանապարհի մնացած հարցերը ըստ էության տիրապետում է այդ ընկերությունը։ Հիմա հարց տամ ձեզ. պայմանական 5 տարի հետո, 8 տարի հետո
Միացյալ Նահանգներում տարբեր վարչակազմեր փոխվեցին եւ գտան, որ այլևս այդ ճանապարհը իրենց հետաքրքիր չի եւ իրենց բաժնեմասերը պատրաստ են օտարելու։ Ու կարող է այդ բաժնեմասերը հայտնվի թուրքական մի ընկերության ձեռքում։ Կամ Լեյլա Ալիևը, նորմալի Ալիևի դուստր։ Այո։ Դուք պատկերացնում եք այս սցենարը ինչ կարող է տեղի ունենալ։ Ու երբ որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը օրենքով սահմանված փորձի այդ ընկերության նկատմամբ ինչ որ տնօրինումներ կատարել, իրենք էլ գալու են իրենց զորքերով իրենց պետության, այո, իրավունքները պաշտպանելու, որտեղ իրենք Հայաստանի Հանրապետությունից կառուցապատման իրավունքով գնել են հողատարածք, որտեղ Հայաստանի մասնակցության չափաբաժինը 26%։ Այսինքն մենք կորցրեցինք այդ տարածքը։ Հիմա կա թղթի վրա ինչ որ կետ, որ բաժնեմասերը վաճառելու դեպքում պետք է Հայաստանի կառավարության համաձայնությունը, բայց հասկանում եմ, իսկ եթե չհամաձայնվի, ի՞նչ է լինելու, չեն վաճառելու, կարող են, չէ՞, ուղիղ գրել, որ առանց Հայաստանի Հանրապետության թույլտվության օտարելու իրավունք չկա։ Ու սենց բազմաթիվ կետեր կան, որը ոչ միայն մտահոգիչ չեն, այլ ամեն մի նոր փաստաթղթի հրապարակում առաջացնում է նոր մտահոգություններ եւ մենք հասկանում ենք, որ կա այստեղ լրջագույն խնդրեմ։ Մենք երբեք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը, մենք դեմ չենք կոմունիկացիաների բացմանը, բայց այն նախագիծը, որ մեզ ներկայացում է Փրև Հայաստանի շահերից բխող խոշոր պրոյեկտ, առնվազն այս պահին դա այդպես չի։ Պատահական եք համարում, որ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ բերում է Սինգապուրի օրինակը, նշելով, որ Սինգապուրը Սևանի չափ բնակավայր է եւ այդ փոքր բնակավայրում ավելի շատ մարդ է ապրում, գրեթե կրկնակի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում, հաշվի առնելով իր հայտարարությունները հետո դրանք թե ինչպես են հետաքրքիր ձևով ցավոք սրտի իրականություն դառնում, մտավախություն չի առաջանում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինքը մտավախության աղբյուր է, ինքը սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը։ Տեսեք, Հայաստանի թիվ 1 սպառնալիքը այսօր Նիկոլ Փաշինյանն է ու իր ռեժիմը, որը սպասարկում է թշնամու շահերը։ Այդ որ ասում է փոքր է լինենք, այդ նույնն է, որ ժամանակ 21 թվականին, երբ որ ասեց 20 թվականին, ասած է ձյունոց սարերի համար ինչ կարիք կա, այսինքն պայքարելու։ Ալեքսանդրապոլի պայմանագիր նահանջ տվեց զորքերին չկրակելու եւ այդ ժամանակ։ դիրքերը Գառնանը արդեն 21 թվականին հանձնեց Ադրբեջանին։ Ինչ շատ նորմալ է, մի օր կարող ասի դե լավ, այս Սյունիքը ոնց որ սենց այս մասը մի քիչ ավելնորդ է, մենք կարող ենք շատ ավելի կոմպակտ, իրական, զարգացող Հայաստան ունենանք։ Այդ Սյունիքը բեռա, թոք է մեր վզին, ոնց որ արեց Արցախի պարագայում ու սկսի դրա շուրջ քարոզչություն անել, որ սա ավելնորդ օղակ է, մենք ավելի փոքր ու ավելի լավ կապրենք։ Սա ավետող ծիծեռնակ էր այսինքն։ Իր քաղաքականությունը հետեւյալն է, որ մարդկանց շարունակի խաբել, ասելով, որ մենք ազատվում ենք խնդիրներից ու երբ որ կարողանանք այս ամեն ինչից ազատվել, դուք ապրեք ավելի անհոգ, ավելի երջանիկ։ Բայց իրականության մեջ, եթե ինքը կարողանա հասնել իր նպատակին եւ այս ամեն ինչը հանձնել, ոչ միայն երջանկություն չի լինելու, ոչ միայն լավ չենք ապրելու, այլ դառնալու ենք մեր ճշնամի երկրների վասալ ստրուկ պետություն ու առաջնորդվելու ենք նրանց թելադրանքով ամբողջությամբ։ Իսկ այդ պարագայում դու չես կարող լավ ապրես քո սեփական երկրում, որովհետև դու այլևս ոչ անկախ ես, ոչ ինքնիշխան ես։ Այդ է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ծրագրի վերջը լինելու, բայց ես հույս ունեմ, հավատացած եմ եւ մենք էլ ամեն ինչ անելու ենք դրան չհասնենք, կանխելով այս իշխանության վերարտադրություն։ Դրան չհասնելու կարևոր բաղկացուց չին գանք, մենք մուտք ենք գործել նախընտրական շրջան 2026-ի առաջին կեսին տեղի ունենալու ընտրություններ, որոնք ճակատագրական են լինելու Հայաստանի համար։ Այս մասին խոսում են բոլորը, նույնիսկ ինքը Նիկոլ Փաշինյանը։ Դուք հայտարարել եք, որ ընտրություններին մասնակցելու եք դաշինքով եւ այս անգամ փորձելու եք այդ դաշինքը շատ ավելի ազդեցիկ ձևով կազմավորել։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը հետևյալի մասին է։ Տեղը ունեցել Հայ-Հեղափոխական դաշնակցության Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովը, որտեղ քննարկել են ընտրություններին մասնակցելու մեր
մոտեցումը ձևաչափ։ Որոշել ենք երկու բան, մեկ որ պարտադիր մասնակցել սպասվող ընտրություններին եւ այդ ընտրություններին մասնակցել դաշինքային ձևաչափով։ Եվ Գերագույն ժողովը լիազորել է կուսակցության Գերագույն մարմնին այս ուղղությամբ սկսել ակտիվ բանակցություններ քաղաքական դաշտի ուժերի հետ։ Միաժամանակ ժողովը արժևորել է Հայաստան դաշինքի գործունեությունը եւ նաեւ ցույց տվել այդ ուղղությունը, որ մենք առաջնային օրակարգով առաջին հերթին բանակցելու ենք այսօրվա դաշինքի մեր գործընկերների հետ։ Առաջիկայում մենք այդ բանակցությունները, քննարկումները տեղի կունենան, հիմքը մենք դաշինքի պատկերացնում ենք այսօրվա գործող ուժերը եւ համաձայնություններ ձեռք բերելուց հետո բնականաբար արդեն համատեղ ուժերով կգնանք դաշինքը ավելի ընդլայնելու, ավելի հանրային դեմքերով համալրելու, վստահություն, հավակնություն ունենալով դաշտում լինել ամենախոշոր եւ ազդեցիկ միավորը։ Այս պահի դրությամբ մեր դաշինքը ամենախոշոր ընդդիմադիր բլոկն է եւ դե ֆակտո եւ դե յուրե կարևորելով մեծապես առաջիկա ընտրությունները եւ մեր դերակատարությունը պետք է կարողանանք այն դարձնել ավելի ազդեցիկ, ավելի ուժեղ, որ հասնենք մեր նպատակին։ Այսինքն նոր դեմքեր ենք տեսնելու։ Ցանկությունը կա, որ ավելի ընդլայնելու։ Այո, ու մենք այդ իմաստով շատ բան ենք վերաբերվում։ Նախորդ դաշինքն էլ որ կազմվել է, դուք տեսել եք, որ երկու կողմից էլ նաև բազմաթիվ անկուսակցական հանրային մարդիկ ցուցակում եղել են։ Ներգրավել են այո։ Այդ իմաստով մենք ընդհանրապես դաշնակցության մոտեցումը նաև որ մեր խնդիրը մենք այս որոշմանը չենք եկել այն պատճառով, որ մտահոգություն ունենք շեմը չենք հաղթահարի։ Բացարձակ մենք այդ մտահոգությունը չունենք, որովհետև տեսանք նաև ինչ որ մեկնաբանություններ, դե ինչ առանձին գնայիք գուցե չհաղթարեք, բացարձակ չկար այդ մտահոգությունը։ Մի քանի տվյալ նաև այս մասին ասեմ, 2018 թվականին ամենախայտառակ, որ Նիկոլ Փաշինյանը 80% քվեր հավաքում, այդ ժամանակ մենք մասնակցել ենք 3.8% ենք հավաքել։ Այն ամենավատ շրջանում 4% շեմը հաղթահարելը մեր համար բացարձակ խնդիր չէր, մենք ամբողջ միակ կուսակցություն ենք, ամբողջ Հայաստանի տարածքում ունենք 52-ից ավելի սեփական գրասենյակներ, կազմակերպական կառույց 5 տարի աշխատել ենք մեր ժողովրդի հետ, ամենաակտիվ խմբակցությունն ենք եղել, երիտասարդական միություն, ուսանողական միություն, վերջը 135 տարվա համահայկական ազգային կազմակերպություն։ Բայց մենք սրանով նաև ուղերձ ենք խաղում ընդդիմադիր դաշտին եւ մեր օրինակով ցույց ենք տալիս, որ խնդիրը նոր խորհրդարանում 5, 10, 4, 20 падգամավոր ունենալը չի։ Խնդիրը մեկտեղել ուժերը, որպեսզի ավելի լավ արդյունք ունենալ։ Մենք առաջնորդում ենք այս տրամաբանությամբ։ Մեր որոշման հիմքում դրված է հետեւյալը. ինչ անել, ինչպես անել, որ այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխենք։ Այստեղ մեր մոտեցումը, այո, իհարկե ունենք, քննարկում ենք եւ մենք պատկերացնում ենք նաեւ ստեղ եմ ուզում շատ բան կոնկրետացնեմ, դաշտում կան մի քանի գաղափարներ, որ ընդդիմությունը գնա մեկ միասնական ճակատով, դա ամենաարդյունավետ ձևն է։ Գաղափարը մեր համար մերժելի չի, նորմալ է, բայց ակնհայտ է, որ դա իրականություն չի դառնալու եւ այլևս դրա վրա ժամանակ ծախսելը ժամավաճառություն է, հատկապես որ դաշտում խաղացող մի քանի ուժեր շատ ուղիղ արդեն դրա մասին նաեւ հայտարարել են, որ իրենք այդ ճանապարհով չեն գնալու։ Հետեւաբար այս իրավիճակում մեր մոտեցումը հետեւյալն է, որ պետք է ստեղծվեն մի քանի խոշոր բլոկներ, առնվազն 3, 4, եթե հնարավորություն կլինի, մեկտեղել ուժերը, հնարավորությունները, մի կողմ դնել տարբեր անձնական եւ քաղաքական ամբիցիաները, որպեսզի ավելի մեծ հնարավորություններով ներկայանալ ժողովրդին եւ կարողանալ նվազագույն նպատակ հաղթահարել շեմը, առավելագույնը, որքան ընդդիմադիր ուժերը այդ խոշոր բլոկները լայն
ներգրավվածությունը նախաջահորդ խորհրդարանում, այնքան նպաստավոր կլինի սրա հեռացման միջավայրը եւ հնարավորությունը։ Մենք գնում ենք այս ուղղությամբ, խոսում ենք դաշտի ուժերի հետ, Իդեպ որոշակի արդյունքների փոփոխություն չկա, մեր վերջին զրույցը 2025-ի հենց ամենավերջում էր, որոշակի դրական տեղաշարժ այս մասով կա։ Նայեք, երկու ուղղություններով մենք բանակցում ենք, ընդհանրապես դաշտի քաղաքական բոլոր ուժերին հետ եւ այդ մասին առիթ ունեցել ենք պաշտոնապես 1 ամիս առաջ հայտարարել ենք ինչի մասին է խոսքը, որ ընդդիմադիր քաղաքական դաշտի ուժերի հետ, անկախ նրանից ով ինչ ֆորմատով է մասնակցում ընտրություններին, կան կարևոր առաջնային հարցեր, որոնց շուրջ անհրաժեշտ է համագործակցել։ Հիմա որպեսզի չկրկնվեմ, անընդհատ խոսել ենք այդ մասին եւ այս ուղղությամբ շատ ակտիվ, կարող եմ ասել, նաեւ արդյունավետ բանակցություններ գնում են։ ՀԱԿ-ի հետ էլ Երեք տեղ ունեցավ նաեւ ՀԱԿ-ի հետ հանդիպումը, օրինակ, սա էլ մենք մեր օրինակով ցույց ենք տալիս քաղաքական դաշտին հանրությանը, որ մենք մեր նպատակին հասնելու համար ամեն ինչ դնում ենք մեր կողմ, մի կողմ։ Պարզապես հեռուստադիտողներին տեղյակ պահենք, որ հանրապետության առաջին նախագահի օրոք հայ հեղափոխական Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի քաղաքական դաշտի դաշնակցության հետ ամենամեծ հակասություններ ունեցող գաղափարական խորքային տարաձայնություններ ունեցող քաղաքական ուժն է եղել, որի իշխանության օրոք, այո, մեր գործունեությունը կասեցվել է, բայց հաշվի առնելով այսօրվա այս ծանր իրավիճակը, մենք այդ ամեն ինչ մի կողմ ենք դրել, ես գնացել եմ ՀԱԿ-ի գրասենյակ, նստել ենք ու բավականին լավ զրույց ենք ունեցել։ Խոսել ենք այս խնդիրների մասին, բարձրաձայնել ենք ու հասկացել ենք, որտեղ այն հնարավոր կետերը, որ առնվազն մի քանի հարցի շուրջ հնարավոր է համագործակցություն ձևավորել։ Դրական է գնահատում հանդիպումը։ Այո, ես հանդիպումը դրական եմ գնահատում։ Խոսքը բնականաբար չի գնացել համատեղ նախընտրական դաշինքի եւ այլ սս բաների մասին չի եղել խոսք։ Գնահատել ենք, քննարկել ենք երկրի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները ու դրան դիմագրավելու, հակազդելու միջոցները ու մեխանիզմները ու մի շարք հարցերի շուրջ այս իմ նշած հարցերի ուղղությամբ կա մոտեցումների փոխըմբռնում, այսինքն մենք մեր օրինակով երկու կարևոր ուղերձ հղում ենք հանրությանը, որ խնդիրը լուծելու համար այս տարաձայնությունները պետք է դնել մի կողմ, կարևոր առաջնային հարցերի շուրջ պետք է համագործակցել ու նաև պետք է գնալ խոշոր բլոկներ ստեղծելու ճանապարհով։ Հակառակ դեպքում բոլոր այն ուժերը, ովքեր քաջ գիտակցելով, որ շեմը չեն հաղթահարում, բայց մասնակցելու են ընտրությանը, ընդդիմադիր դաշտից, հական Նիկոլ դաշտից վերցնելու են քվեներ, հետո անկախ իրենց կամքից այդ քվեները գնալու է իշխանությանը, դրանով անկախ իրենցից նպաստելու են, որ այս իշխանությունը վերարտադրվի կամ դրան մոտ լինի։ Պարոն Սաղաթելյան, այդ ուժերը իրենց որոշումը արդեն կայացրել են, հայտարարությամբ հանդես են եկել ու դժվար թե հետ կանգնեն այդ հայտարարությունից։ Միգուցե իրենց հետ աշխատելու փոխարեն աշխատել այն ընտրազանգվածի հետ, որը դժգոհ է այս իշխանություններից, բայց որպես այդ դժգոհության արտահայտում ընտրում է ընտրություններին չգնալը։ Գիտեք, ես նախ չեմ կարծում, որ այդ ուժերի որոշումները շատ վերջնական է, ինձ թվում է քաղաքական դաշտում շատ ուժեր նաև դիրքավորվում են այդ բանակցություններին իրենց դիրքերը ուժեղացնելու, հասկանալու, գնահատելու, ես չեմ կարծում ինչ որ ունենք այսօր դա վերջնական պատկեր է, առնվազն դա վերաբերում է արտախորհրդարանական ուժերի մեծ մասին, իսկ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցության հարցին, տեսեք, այստեղ շատ կարևոր հարց կա։ Երկու խնդիր պետքա կարողանանք լուծել։ Մի խնդիրը, որ ընդդիմադիր դաշտից ձայներ չփոշյանան, այսինքն այն ուժերը, ովքեր չեն հաղթահարելու շեմը, միավորվեն կամ միմյանց հետ կամ խոշոր բլոկներում, որ այդ ձայները չփոշիացվի։ Սա մեկ հարց եւ երկրորդ խնդիրը ընտրությունների մասնակցության հարցը։ Տեսեք, իշխանությունը ունի ցանկացած իշխանություն, նույնիսկ այս չարիքի մեր ժողովրդին միայն դժբախտություն բերած իշխանությունը, ցավոք, այսօր եւս ունի ինչ որ ընտրազանգված։ Երբ որ սրան գումարվում է պետական, վարչական լծակները, Ալիևի Էրդողանի օժանդակությունը ու նաև տարբեր կենտրոնների, դա ինչ որ մի քանակության ընտրազանգված ձևավորում է։ Եթե ընտրություններին մասնակցությունը լինում է пассив,
քիչ այդ ընդրազանգվածը ոնց որ տեղ ունեցավ Երևան քաղաքի ընտրություններին։ Այդ ընդրազանգվածով ինքը կարողանա վերարտադրվել։ Տեսեք Երևանում ԿՊ 21-ի ու քաղաքապետի ընտրության ժամանակ ընդամենը 1.5 տարի հետո հավաքել է 100,000 պակաս քվ։ Պատկերացնում եք կորուստը։ Բայց միևնույն է, ինքը կարողացավ նաև ստանալ իշխանությունը խամաճիկ ուժերի միջոցով վերցնել քաղաքապետի պաշտոն, որտեղ ընտրություններին մասնակցեց ընտրողների 9%։ Այսինքն այս ոչ թե ընտրողների 9%-ը հավաքելով ինքը կարողացավ վերընտրվել։ Դրա համար շատ կարևոր է ընտրություններին ընտրողների բարձր մասնակցությունը եւ այս ուղղությամբ պետք է կարողանանք հակաիշխանական քվեն մոբիլիզացնել եւ ամեն ինչ անել, որ մարդիկ այդ ընտրություններով տեսնեն փոփոխության հնարավորությունը, գնան ընտրատեղամաս եւ մերժեն այս իշխանությունը։ Եվ մեր զրույցի վերջում, քանի որ ժամանակը սպառվել է, պարոն Սաղաթելյան, խոսք գնաց դաշինք ձևավորելով եւ դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին, դաշինքի առաջնորդն արդեն որոշված է, թե ով է լինելու։ Դա պետք է որոշենք քննարկումների արդյունքում եւ այդ հարցերի մասին ճիշտ է, որ համատեղ հայտարարություն անենք, այս բանին ձեռնպահ կմնամ, որովհետեւ այդ ցուցակ առաջի համար այսինքն նման որևէ հարց մինչև այս պահը որևէ անգամ ըստ էության չի քննարկվել, բայց կարծում եմ մեծ անակնկալներ չեն լինի։ Պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօրվա իմ զրուցակիցն էր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր ՀՅԴ Հայաստան Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, մեր հաջորդ թողարկումն է երկուշաբթի։ Հաջողություն։